Ռուսաստանի հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի, հիբրիդային պատերազմ, ասում եք նյութենական պետություններ ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արադ Միրզյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում է, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանալ։ Ես նախ Արադ Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ։ Պարոն Միրզյանը ասում է այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ որ պարոն Միրզյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է, այո, սառեցված է եւ ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն է անցնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, այն ինչ որ հրապարակային եղել է։ Ռուսաստանի աշնանական ընդունելությունը բավականին շատ քննադատվեց եւ Ասա, դե ինչ պատասխանեմ։ Նոր հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են, մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում հասկանամ իմ ու պարոն Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարալին։ Մի րոպե հերթով, բայց արդեն հաշտվեցիք։ Արագ։ Պարիսյանական ասում են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, անդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղոհացով չգնացինք։ Ներողություն, ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը օրինակ ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխխոսնակներից որևիցե մեկը նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար այո անպայման դիմավորում ես իրան անձամբ խոսք եմ տվել երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել բայց տենց ասեց ոնց էիք դուք Տիկին Փելոսիին դիմավորել аэроպորտում ես ասեցի Տիկին Մատվիենկո երբ որ դուք գաք ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել որտեվ կիներ եւ իմ լավ ընկերներ եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես Արդյոք գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ օրակարգը Տիկին Մատվիենկոյի արդյոք հստակ է արդյոք նախատեսվում է այդ սյունի քանի որ Ռուսաստան հյուպատոսությունն է այնտեղ ուզում դարձնել Ճիշտ ասեմ նման ինֆորմացիա չունեմ չգիտեմ անկեղծ ասած հələ չեմ նայել ես հիմա այց ունեմ հիմա դրանով եմ զբաղվում էլ չեմ ասում հələ որ Գիրգիզայի գործընկերն է այստեղ դրա համար չեմ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։